Գյումրու ավագանու արտահերթ նիստին ներկա է միայն նիստը հրավիրող ՔՊ ավագանու 11 անդամներ եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։ Քվորում չկա, նիստը համարվում է չկայացած։ Շնորհակալություն։ Հարցին թե ինչու չէին ներկայացել մյուս ուժերի ներկայացուցիչները, պատասխանները համընկնում էին։ Իրենք շոուի մաս կազմել չեն ուզում։ Գյումրիում դասական իշխանազավթման տարբերակ եղավ, դա մեր կարծիքն է, եւ ըստ էության դա իմ կարծիքով շոու է, որին հանրապետականը չի մասնակցելու։ Այդ նիստում մենք է չունենք, իրենք է չունեն թեկնազու եւ դրանից դուրս է գալիս, որ մենք պետք է գնանք ուղղակի ձևական կոմպանիայինք, ինչ որ նիստ գումարենք, այդ պատճառով շատ բարձր ու տրամաբանական, որ իմաստ չկար նիստին ներկա գտնվելու։ Մենք չէինք մասնակցելու, որովհետեւ քվորում չէինք ցանկանում ապահովել իրենց նախաձեռնությանն ու այն մտավախությամբ Երևանի սցենարը չկրկնվի իրեն։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարեկ Հարությունյանն նշում է, նիստը հրավիրել էին ըստ օրենքի պահանջի։ Իր խոսքով քաղաքացիական պայմանագիրը այս նիստում չէր պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։ Նշենք նաև, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել եւ քաղաքապետ ընտրել, ավագանին կլուծարվի։ Արդյոք սա չի վկայում, որ ՔՊ-ն շտապում է արտահերթ ընտրություններով զավթել Գյումրու իշխանությունը հարցին Հարությունյանը պատասխանում է. Մենք նման նպատակ չունենք, մենք հանձնում ենք նաև իշխանության, այսինքն ավագանու լիազորությունների մեր մասը եւ բոլորս միասին հավասար պայմաններում գնում ենք ընտրության եւ հայցում ենք գյումրեցու քվեն։ Մինչ իրենք կսպասեն գյումրեցու քվեին, համայնքապետարանի աշխատակիցներն էլ սպասում են իրենց աշխատավարձին, որը մի քանի օր է ուշացել է։ Ֆինանսական բաժնից մեզ պատասխանող չեղավ, իսկ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն էլ բանավար խոսքում նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Մենք բոլորս ունենք աշխատանքային պայմանագրեր եւ աշխատանքային պայմանագրի մեջ հստակ ֆիքսված է, որ աշխատավարձը կարող են ստանալ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, այսինքն այսօր նոյեմբերի 8-ն է, այս պահին որևէ օրենքի կետ տար դեռ խախտված չէ։ Օրենքում ասվում է, եթե երկու շաբաթյա ժամկետում քաղաքապետ չի ընտրվում, ապա ոչ ուշ քան 30 եւ ոչ շուտ քան 40 օր հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրություններում արդյոք կմասնակցեն ներկայիս ավագանու ուժերը, պատասխանները տարբեր են։ Այս պահին ոչ մի դիրքորոշում չեմ կարող հայտնել, որովհետեւ մենք էլ ընդհանուր առմամբ ինչ որ կոնկրետ այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ունեցել։ Իսկ հանրապետական կուսակցությունը դեռ այս պահին չի քննարկել, երբ որ կհայտարարվեն արտահերթ ընտրությունների օրը, հանրապետականը իր դիրքորոշումը կհայտնի եւ որոշման մասին հանրությունը տեղյակ կլինի։ Մեր ուժն է նախնական հայտարարել է, որ կմասնակցի։ Եթե գալիք ընտրություններին ՔՊ-ն կրկին չկարողանա Գյումրիում ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքել, արդյոք կգնա կոալիցիա կազմելու ճանապարհով եւ կկրկնվի նույն սցենարը, Քնարեկ Հարությունյանը պատասխանում է. Լեգիտիմ իրավիճակ է, որ ցանկացած քաղաքական ուժ, եթե մասնակցում է ընտրության, ապա իր նպատակը մեկն է՝ հաղթանակ։ Մենք գնում ենք դեպի հաղթանակ։ Հետո ինչ կլինի, ձայները ինչպես կբաշխվեն, արդեն դա կորոշի գյումրեցին ու ստեղծված իրավիճակում, կախված թե նրանից ինչ ուժեր կանցնեն, ինչպիսին կլինի իրավիճակը, նոր մենք ըստ այդմ արդեն կարողանանք դիրքավորվել։ Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու Փալասյանյան Թաշին խմբակցության անդամները հոկտեմբերի 28-ից վայր են դրել մանդատները եւ առ այսօր Գյումրին ոչ քաղաքապետ ունի, ոչ փոխքաղաքապետ։